21 TV եթերում իր աշխատանքն է սկսում ապրենք առողջը բարև ձեզ, ես Տաթևն եմ Առաքելյան։ Այսօր հյուրընկալել եմ Միքայելյան համալսարանական հիվանդանոցի բժիշկ ինֆեկցիոնիստ, Երևանի պետական բժշկական համալսարանի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դոցենտ Ալվարդ Հովհաննիսյանին։ Սակայն մինչև զրույցին անցնել ասեմ շնորհակալություն սպասարկման համար Արփինկա Բյութի սրահին, տեղեկացնելով, որ այն գտնվում է Իսակով 42 կոտորակ 3 հասցեում, հեռախոսահամարն է 044 31 27 38։ Բարի գալուս, շնորհակալություն, որ այստեղ եք։ Բարի ձեզ, շնորհակալություն ինձ հյուրընկալելու համար։ Ամբողջ աշխարհը սեպտեմբերի 28-ը նշում է որպես կատաղության դեմ պայքարի օր։ Ուզում եմ խոսենք օրվա խորհրդի մասին, եթե ունենք կարգախոս, ապա նաև կարգախոսի մասին եւ ինչի համար որոշվեց, որ պիտի մի օրացուցային օր նախատեսել հենց այս խնդրին։ Այո, ամեն տարի սեպտեմբերի 28-ին նշվում է կատաղության դեմ պայքարի միջազգային օրը, եւ օրը հենց այնպես չի ընտրվել, այն ընտրվել է հիշատակելու Լուի Պաստերին, հայտնի ֆրանսիացի միկրոբիոլոգ, գիտնական, ով առաջինն է հայտնաբերել կատաղության պատվաստանյութը։ 1885 թվականին նա այս պատվաստանյութը փորձարկել է 9 տարեկան երեխային փրկելու համար, ում շունը հոշոտել էր եւ շունը կատաղությամբ հիվանդ էր, եւ սա առաջին հաջողված դեպքն էր, երբ երեխայի կյանքը փրկվեց կատաղությունից։ Դրանից հետո այն լայն կիրառում ստացավ եւ ամեն տարի այդ օրը նշվում է կատաղության դեմ պայքարի օր որպես։ Այս տարի մենք ունենք կարգախոս եւ այդ կարգախոսը հնչում է այսպես. գործենք միասին, դուք, ես, բոլորս։ Դա նշանակում է, որ մենք բոլորս պատասխանատու ենք կատաղությունը կանխելու համար։ Դա լինի մեր շներին պատվաստելով, բժշկի դիմելով, թափառող շների քանակը նվազեցնելով, համենայն դեպս դա մեր բոլորի պատասխանատվությունն է։ Դուք նշեցիք, որ 9 տարեկան երեխայի կյանքը փրկելու համար։ Այս դեպքում այն մարդիկ, ովքեր չգիտեն, թե ինչ հիվանդություն է կատաղությունը, մենք մի փոքր ավելի միստիկ դաշտ ենք գնում, երբ խոսում ենք կատաղության մասին, հա, բայց իրականում սա շատ լուրջ հիվանդություն է, որ կարող է նաև կյանք արժենալ։ Ուստի խնդրում եմ նշեք, թե ինչ հիվանդություն է կատաղությունը, որքանով է այն տարածված։ Կատաղությունը կենդանիներից փոխանցվող հիվանդություն է։ Կատաղության վերաբերյալ մենք ունենք վատ նորություն եւ լավ նորություն։ Վատ նորությունը սկսենք վատից, որ հետո լավով շարունակենք։ Վատ նորությունը այն է, որ հիվանդության նշանները առաջանալուց հետո այն 100% մահացու հիվանդություն է։ Այսինքն եթե հիվանդության նշանները առաջացան, այլևս մարդուն օգնել չի լինի, այո։ Բայց մենք ունենք լավ նորություն, դա այն է, որ մինչև նշանների առաջացումը հնարավոր է հիվանդությունը կանխել։ Այսինքն, եթե կծելուց անմիջապես հետո դիմել բժշկի եւ ստանալ համապատասխան կանխարգելում, ապա այն 100%-ով էֆեկտիվ է։ Սա վիրուսային հիվանդություն է, կենդանիները վարակվում են մեկը մեկին կծելու ճանապարհով եւ ապա մարդուն կծելու ճանապարհով այս վիրուսը անցնում է մեր օրգանիզմ, սկզբում վերքի շրջան, ապա վերքի շրջանից նյարդերի ուղղությամբ հասնում է մեր կենտրոնական նյարդային համակարգ, այսինքն մեր գլխուղեղ, եւ գլխուղեղում առաջացնում է վնասում, սկսում է մեր գլխուղեղի բջիջներում բազմանալ, առաջացնել բորբոքում, վնասում է առաջացնում, որից հետո մարդու մոտ առաջանում են այդ կատաղություն հիվանդության կլինիկական նշանները եւ ցավոք դրանից մի քանի օր հետո մարդը մահանում է։ Կատաղությունը հիվանդություն է, որի նշանները առաջանում են կենդանու կծելուց միջինում 1 շաբաթից մինչև 1 տարի ժամանակահատվածում, այո, դա նույնպես հետաքրքիր է, եթե միջին թվեր ասենք, դա մոտ 30 օր է, այսինքն 1 ամսվա ընթացքում, բայց ես ուզում եմ շեշտել, ասել, որ մինչև 1 տարի կարող է լինել գաղտնի շրջանը եւ որոշ դեպքերում նույնիսկ գրականության մեջ նկարագրված են ավելի երկար տևողություն գաղտնի շրջանի։ Դրա համար երբեք ուշ չի պատվաստվել, եթե եղել է կենդանու կծելու ֆակտ։ Լավ, ինչպես է արտահայտվում, այն նշեցիք, եթե սկսում է արտահայտվել, ինչ է լինում մարդու հետ։ Ես հասկացա ձեր խոսքից, որ վարակվում ենք բացառապես կենդանու կծելուց հետո։ Իհարկե, այստեղ էլ մի քանի այսպես միֆեր կան, որոնք հաջորդիվ կքննարկենք, բայց եւ այնպես որ նշեցիք ախտանիշներ, սրա վրա եմ ուզում ուշադրություն դարձնենք։
Առաջին ախտանիշները դա ընդհանուր անհանգստություն է, մարդը դառնում է ավելի անհանգիստ, անքնություն է դիտվում, վերքի շրջանում քոր, քերոցի, այսպես ծակծկոցի զգացողություն է առաջանում, որին հաջորդում է ջերմության բարձրացումը եւ արդեն ամենահիմնական կլինիկական նշանների առաջացումը, ամենահիմնականներից համարվում է հիդրոֆոբիա է կոչվում լատիներեն, դա ջրից վախն է։ Երբ հիվանդը լսում է ջրի ձայն կամ երբ ջուր են տալիս հիվանդին խմելու, նրա մոտ առաջանում է ցնցումներ, սպազմ է գնում կոկորդում եւ նա պարզապես չի կարողանում նայել այդ ջրին կամ խմել ջուրը եւ դա բավականին հետաքրքիր նշան է, կոչվում է հիդրոֆոբիա։ Եվս մեկ նշան աերոֆոբիա է կոչվում, այսինքն օդի հոսքից նույն ձև ցնցումներ են առաջանում հիվանդի մոտ, այո, ինքը այդ առումով կլինիկական առումով բավականին հետաքրքիր նշաններ ունեցող հիվանդություն է, նորից եմ ասում, ցավոք այդ նշանները առաջանալուց 2-ից 7 օր հետո հիվանդի մոտ դիտվում են պարեզներ եւ կոմա եւ ցավոք սրտի մահ։ Ես վստահ եմ այս հարցում ինձ հետ համակարծիք կլինեք, որ բժշկության մեջ առաջին օգնությունը կարծես թե գործի առյուծի բաժինն է, հա, եւ դա կարող է եւ օգնող լինել հետագան բժշկի համար եւ նաեւ այնպիսի խնդիրներ առաջացնել, որ ել հնարավոր չլինի նույնիսկ պրոֆեսիոնալ բժշկին հասնել հաղթանակի, հա։ Այս հարցում առավելապես, հա, առաջին օգնությունը իսկապես որոշիչ կարող է լինել։ Եթե ունենք արդեն կենթանու հետ որոշակի գժտություն, ճակերտավոր ասած, եւ վնասել է արդեն մարդուն, որը պիտի լինի հաջորդիվ քայլը։ Շատ ճիշտ եք նշում, որովհետև երբ մարդը տեղեկացված է ինչ պետք է անի, դա արդեն գործի կեսն է, եթե ոչ ավել։ Առաջին հերթին պետք է լվանալ վերքը հոսող ջրի տակ օճառով 15 րոպե։ Ինչի ենք մենք սա անում, Անընդհատ օճառ ջուր։ Այո, հոսող ջրի տակ օճառով լավ լվանալ, սա մենք անում ենք, որպեսզի մեխանիկորեն այդ վիրուսի քանակը վերքից հեռացնենք, հնարավորինս նոսրացնենք նրա քանակը, հնարավորինս քիչ հարուցիչ անցնի հետագայում մեր օրգանիզմ։ 15 րոպե լվանալուց հետո պատում ենք որևիցե անտիսեպտիկով, դա կարող է լինել յոդ կամ այլ անտիսեպտիկ, ինչ որ կա ձեռքի տակ, եւ դրանից հետո հնարավորինս շուտ, ինչքան շուտ, այնքան լավ դիմում ենք բժշկի։ Ինչի, որպեսզի ստանանք պատվաստանյութ։ Ցանկացած հիվանդանոցի ընդունարան կամ պոլիկլինիկա, որտեղ որ կա կատաղության պատվաստանյութ, որպեսզի հնարավորինս շուտ մենք ստանանք այդ պատվաստանյութը։ Մինչև ես ուզում եմ սովորաբար պատվաստանյութերը անում ենք մինչև խնդիրը առաջանալը, չէ՞։ Այո։ Բայց այս դեպքում մենք խոսում ենք կծեց ստանանք պատվաստանյութը։ Հնարավոր չէ ուղղակի յուրաքանչյուր մարդ որոշակի պարբերականությամբ պատվաստվի, որպեսզի եթե անգամ եղավ խայթոցը, կծոցը, սրանից հետո մենք չունենանք խնդիր։ Ի վերջո մեր երկրում այսօր թափառող շները բավականին շատ են եւ ոչ մեկը ապահովագրված չի։ Ճիշտ եք ասում, սակայն մենք ունենք պատվաստանյութեր, որոնք պարտադիր են եւ մտնում են մեր ազգային օրացույց, եւ ունենք պատվաստանյութեր, որոնք արվում է ըստ անհրաժեշտության։ Այստեղ եթե կծելու ֆակտից հետո արվում է պատվաստանյութ, ապա ժամանակավրեպ չի։ Ոչ, ժամանակավրեպ չի, այն 100%-ով պաշտպանում է մարդուն։ Այսինքն այստեղ մեզ ընդհանրապես պետք է կծելու ֆակտից հետո ստանալ այդ պատվաստանյութը։ Կարծում եմ իմաստ չկա բոլորին պատվաստել, որովհետեւ մենք բոլորս չէ որ ունենում ենք այդ շան կծելու ֆակտը։ Այստեղ վախենալ պետք չի, պետք է լինել տեղեկացված։ Այսինքն, եթե իրոք կրթությունը շատ կարեւոր է, եթե մենք հանրությանը կրթենք, որպեսզի նրանք իմանան ինչ պետք է անել, նախ այդ վախը կնվազեցնենք, երկրորդը արդեն իսկ վախի արդյունք։ Այո, երկրորդը ամեն ինչ կանենք, որպեսզի դեպքերը հնարավորինս քիչ լինեն, որովհետև ցավոք մենք այսօր տեսնում ենք, որ կան կատաղության դեպքեր։ Եթե կենթանին պատվաստված է, մարդը եւս պիտի նորից կծելու դեպքում պատվաստվի։ Շատ լավ հարց եք տալիս, սովորաբար մենք բոլորս ասում ենք, եթե կենթանին պատվաստված է, նա պաշտպանված է եւ այդպես էլ կա, բայց այստեղ կան մի քանի բայցեր։ Մենք պետք է հասկանանք, երբ է կենթանին պատվաստվել։ Օրինակ, եթե կենթանին պատվաստվել է 3 եւ այսօր կծել է, այդ պատվաստանյութը դեռ չի հասցրել նրան պաշտպանել։ Կամ չէ որ մարդկանց մոտ էլ շատ հազվադեպ լինում է, որ պատվաստում են, բայց իմուն պատասխան չի ձևավորվում, նույնպես կարող է կենթանու մոտ լինել։ Դրա համար այս ֆակտորները հաշվի առնելով, ամեն դեպքում նաև հաշվի առնելով, որ հիվանդությունը 100%-անոց մահացություն է, ապահովությունը շատ լավ բան է եւ չի խանգարի, որպեսզի պատվաստվեն այդ դեպքում։ Մեկ ներարկում է։
Ոչ, ինքը մի քանի ներարկում է 0, 3, 7, 14, եթե անհրաժեշտություն է լինում, նաև 28, մի քանի ներարկում է։ Ամենակարևորը առաջինը անել ժամանակին։ Դա կախված է նաև որտեղ է կծել կենդանին, ինչքան ավելի մոտ է գլխին, այնքան իմ նշած գաղտնի շրջանը ավելի կարճ է տևում, հետևաբար շատ ավելի ճիշտ կլինի հնարավորինս շուտ դիմել բժշկի։ Ինչքան ավելի հեռու հատված է կծել, այնքան գաղտնի շրջանը կարող է երկար տևի։ Եթե օրինակ հոշոտել է եւ մարմնի մեծ հատվածներ է կծել, բնականաբար վտանգը շատ ավելի մեծ է այստեղ։ Տարիքային սահմանափակում կա պատվաստման համար։ Ուզում եմ հատուկ նշել, սա միակ պատվաստումն է, որ չունի որևիցե հակացուցում, որևիցե սահմանափակում, այսինքն այս պատվաստանյութը արվում է կյանքի ցուցումով, այն հակացուցում չունի, այսինքն այն արվում է հղիներին, ապահով է հղիների համար, այն արվում է բոլոր տարիքային խմբերին, այն արվում է նույնիսկ ալերգիա ունեցող մարդկանց, իհարկե նախապես նվազեցնելով ալերգիայի հավանականությունը, սա միակն է, որ արվում է այդպես առանց հակացուցումների, չունի սովորաբար կողմնակի ազդեցություններ եւ արվում է նորից եմ կրկնում կյանքի ցուցումներով։ Սա մի ոլորտ է, որը ինչպես հաղորդման սկզբում ասեցի, իսկապես միֆերով հարուստ է, եւ եթե հիշենք մեր տատիկների խոսքերը, ապա ասում էին, որ կծելուց հետո պետք է հետևենք կենդանու վարքագծին, պիտի կերակրենք կենդանուն ու այսպիսի շատ երևույթներ։ Ամենատարածված միֆերին եմ ուզում անդրադառնանք եւ սրանց նաեւ բժշկական, այսպես ասած, կոտրումները այս հաղորդման ընթացքում իրականացնենք։ Կոտրենք կարծրատիպերը եւ նշենք։ Արդյոք պետք է հետևել կենդանուն, կերակրել, տեսնել, եթե կենդանու մոտ կա խնդիր վարքագծում կամ փոփոխություններ, նոր դիմել բժշկի եւ այլն։ Ես ասեմ, որ մեր տատիկները ճիշտ են եղել այդ առումով, կենդանուն պետք է անպայման հետևել, եթե կա այդ հնարավորությունը, այսինքն եթե հնարավոր է կենդանուն պահել ուշադրության տակ առաջիկա 10 օրը, շատ լավ կլինի, ինչու, որովհետև վարակված կենդանին սատկում է 10 օրվա ընթացքում։ Եթե 10 օրը լրացավ եւ կենդանին չի սատկել, ուրեմն նրա մոտ կատաղություն չի եղել։ Կերակրելու առումով նույնպես ճիշտ է, որտեղ վարակված կենդանին սովորաբար հրաժարվում է ուտելուց, թույլ է լինում, չի ուտում, չի խմում, դրա համար մենք հետևում ենք նրա վարքին։ Այստեղ ուրիշ հարց է, արդյոք պետք է սպասել, տեսնենք կենդանին սատկում է, չի սատկում, նոր պատվաստում ստանանք, թե ոչ, չպետք է սպասենք, որովհետեւ մինչեւ 10 օրը լրանալը գուցե արդեն ուշ լինի հետո պատվաստման համար։ Մենք պետք է ստանանք մեր առաջին, երկրորդ պատվաստումը, եթե դրանից հետո կենդանին չի սատկի, այսինքն արդեն 10 օրը լրանում է, դրանից հետո կարող ենք չշարունակել պատվաստանյութերը։ Իսկ եթե ինքը սատկեց, եթե սատկեց, ամբողջ ծավալով ստանում ենք պատվաստումը։ Դա նշանակում է, որ հիվանդ էր կենդանին, մենք ունենք հավանականություն վարակման, դրա համար պատվաստումը անում ենք ամբողջ ծավալով։ Բայց ուզում եմ հասկանալ, սա դատավճիռ է մարդու համար, թե եթե ստացավ։ Չէ, պատվաստումը հենց անում ենք նրա համար, որպեսզի դատավճիռ չդառնա մարդու համար, այսինքն մենք կանխում ենք հիվանդության առաջացումը։ Միայն շներն են, որ կարող են կծել ու կատաղություն հիվանդություն առաջանալ։ Զարգացող երկրներում 99%-ը կատաղության դեպքերի կապված է թափառող շների հետ, բայց օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգներում հիմնական փոխանցողները համարվում են չղջիկները։ Մենք պետք է իմանանք, որ գայլերը, աղվեսները, շակալները, չղջիկները, կատուները կարող են փոխանցել կատաղություն։ Վերջերս կատաղություն Հայաստանում հենց Խամյակի մոտ էր ախտորոշվել, դա այսպես այո հազվադեպ բան է, բայց ես ուզում եմ շեշտել, որտեղ մենք երբեմն նույնիսկ տանը պահում ենք այդպիսի կրծողներ, ամեն դեպքում պետք է իմանանք, որ ոչ, չնայած հիմնականը շների միջոցով է փոխանցվում, բայց տարբեր վայրի կենդանիներ կարող են փոխանցել եւ տեսականորեն կարող ենք ասել, որ բոլոր կաթնասունները կարող են վարակվել կատաղությամբ։ Միայն կծելու դեպքում է անցնում վարակը, թե օրինակ ճանգռելու կամ ուղղակի վնասելու դեպքում։ Շատ լավ հարց եք տալիս, որտեվ սա եւս այն բացերից մեկն է, որ շատ հաճախ հանրությունը չգիտի եւ չի կատարում, հիմնականում կծելու միջոցով է, բայց քերծելու միջոցով եւ նույնիսկ լիզելու ճանապարհով, եթե կենդանին հիվանդ է եւ մենք ունենք մաշկի վնասվածք կամ կենդանու թուքը ընկել է աչքի լորձաթաղանթ կամ բերանի լորձաթաղանթ, ապա այստեղ նույնպես կա հավանականություն վարակման։ Հիմնականը կծելն է, բայց անպայման ճանկռելու դեպքում կամ նույնիսկ լիզելու, երբ որ այդ հատվածը եղել է վնասված, մենք այնտեղ վերք ունենք, պետք է կատարվի կատաղության կանխարգելում։
հենց եղավ միջադեպը, անմիջապես, եթե իհարկե հնարավորությունը թույլ է տալիս, օրինակ մարզում չեն կամ սարերում, անմիջապես դիմում ենք բժշկի։ Այո, որպեսզի հնարավորինս շուտ ստանան կանխարգելում, բայց նորից եմ կրկնում, հաշվի առնելով երկար գաղտնի շրջանը, եթե տարբերակ չկար վաղ դիմելու, նույնիսկ ուշ դիմելը ավելի լավ է, քան ընդհանրապես չդիմելը։ Լավ է ուշ, քան երբեք, ինչպես ասում են։ Շատ լավ։ Մենք մեր երկրում գոնե վերջին տարիներին բավականին շատ են ընտանի կենդանիները, մասնավորապես հենց շները, հա։ Եվ այս դեպքում էլ յուրաքանչյուր կենդանի պահող մտածում է, լավ յուրաքանչյուր չէ կամ գոնե շատերը մտածում են, թե տանն եմ պահում իմ կենդանուն, շփում չունի այլ կենդանիների հետ, իմաստը որն է պատվաստման։ Սա որքանով է իրատեսական եւ ռեալ։ Դա շատ առնչվում է այսօրվա կարգախոսին, որ դուք, ես եւ բոլորս պատասխանատու ենք, դա նշանակում է, որ անկախ նրանից մեր շունը միայն տանն է, թե դուրս է գալիս, անպայման պետք է նրան պատվաստեն կատաղության համար, որտեղ ոչ մեկ չի կարող բացառել եւ ես կարծում եմ չկան այդպիսի տնային շներ, որ միայն տանն են ապրում, նրանք դուրս են գալիս, շփվում են այլ կենդանիների հետ եւ կարող են վարակվել։ Դա պատասխանատու վարքագիծ է տնային կենդանուն պատվաստել կատաղության համար։ Երկրներ կան, որ ոչ միայն շներին, այլև տնային կենդանիներին, որոնք որ պոտենցիալ կարող են վարակվել, անում են այդ պատվաստումը։ Այսինքն եթե ես տանը կատու եմ պահում, էլի պիտի ցանկալի է, այո։ Դուք նշեցիք, որ նաև հնարավոր է լիզելու դեպքում, հա, վարակը անցնի։ Իսկ մենք շատ տեսնում ենք շատ կենդանասերներ դրսում պարզապես կենդանիներին սիրելիս, կերակրելիս նրան գրկում են, համբուրում են, թույլ են տալիս, որ լիզի դեմքը անգամ։ Սա ուզում եմ ազդակ լինի, որ որքան էլ մենք սիրում ենք կենդանիներին, անվտանգության կանոններ պահպանելը ոչ միայն սեփական առողջության մասին մտածելն է, այլ նաև հանրության, որովհետև ի վերջո սա դառնում է արատավոր շղթա եւ այսպես գուցե առաջին հայացքից ամենակիչ անհանգստացնող, բայց նաև անհանգստացնող, որ ծանրաբեռնվածություն է լինում նաև առողջապահական համակարգի վրա։ Այո, իհարկե կենդանիներին սիրելը շատ դրական էմոցիաներ է տալիս, ես ինքը շատ սիրում եմ շների, ինչ մեղքս թաքցնեմ, եւ այստեղ նշեմ, որ ես իհարկե նշեցի լիզելու միջոցով, բայց խոսքը վերաբերում է միայն վնասված մաշկին, այսինքն եթե մաշկը վնասված չի, եթե թուքը չի ընկնում մեր լորձաթաղանթներ, եթե դեմքի մաշկը վնասված չի, ապա այստեղ մենք եթե թուքը ընկնի աչքի լորձաթաղանթ, այո, դա կարող է առաջացնել իհարկե հիվանդություն։ Խոսքը նաև վերաբերում է, եթե կենդանին ունենա այդ հիվանդությունը, կատաղության վարակված լինի։ Դրա համար ինչ խոսք, մենք ինչ իմանանք ունի թե չունի։ Մենք չենք կարող իմանալ ունի թե չունի ու դրա համար այո, նույնիսկ շատ սիրելով անհրաժեշտ է որոշակի միջոցառումներ պահպանել, նույնիսկ շներին սիրելիս, նրանց հետ շփվելիս, նրանց օգնելիս, մենք գիտենք, որ թափառող շները ցավոք շատ են այսօր մեր երկրում, բայց այդ ամենի հետ նաև գիտակցելով, որ կա վտանգ եւ մենք պետք է հնարավորինս զերծ մնանք այնպիսի շփումներից, որոնք կլինեն վտանգավոր։ Եվ եթե այսօրվա մեր հաղորդումը ամփոփելու լինենք, ապա հստակ երկու մեսիջ ունենք մեր հանրությանը ուղարկելու։ Առաջինը, որ սա մահացու հիվանդություն է, եւ երկրորդը՝ մի վախեցեք, սա մահացու հիվանդություն է, բայց հնարավոր է կանխել։ Այո, շատ լավ նշեցիք եւ ամփոփեցիք։ Առաջին հերթին պետք է մենք իմանանք, որ կա վտանգ, եթե եղել է կենդանու։ Այն էլ ինչ վտանգ։ Այո, այն էլ ինչ վտանգ 100%-անոց մահացու, բայց միևնույն ժամանակ մենք պետք է իմանանք, որ հնարավոր է կանխարգելել, այն էլ ամբողջությամբ կանխարգելել հիվանդությունը, ընդհանրապես պետք է ճիշտ քայլերին հետևել եւ անել այն, ինչ որ խորհուրդ է տրվում։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ։ Ես նույնպես շնորհակալ եմ։ Սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ եւս մեկ անգամ, որ զրուցակիցս Միքայելյան համալսարանական հիվանդանոցի բժիշկ-ինֆեկցիոնիստ, Երևանի պետական բժշկական համալսարանի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դոցենտ Ալվարդ Հովհաննիսյանն էր։ Եվս մեկ անգամ ասեմ շնորհակալություն սպասարկման համար Arpinka Beauty House-ին, տեղեկացնելով, որ այն գտնվում է Իսակով 42 կոտորակի 3-ում, իսկ հեռախոսահամարը 044 31 27 38։ Եղեք առողջ, ցտեսություն։